հունվարի 14-ի փաստաթղթում գրված է, որ Ամերիկայի շահը դա ուրեմն միներալներն են եւ ասկան հանքանյութերն են եւ օգտակար հանածոներն են, օգտակար հանածոներն են եւ հազվագյուտ հողային մետաղներ, ասկան ամերիկացիները չեն էլ թաքցնում, որ իրանք շահագրգռված են, հետաքրքրված են Սյունիքի հանքային ռեսուրսներով։ Հայաստանի Հանրապետությունը միշտ կարողացել է բալանսավորված, փոխլրացնող, կոմպլեմենտար քաղաքականություն վարել։ Եվ Միացյալ Նահանգներ, Իրան հակամարտությունների նույնիսկ ամենավատ պայմաններում Հայաստանը ստացել է Միացյալ Նահանգների ընկալումը, որ Իրանի հետ հարաբերությունների փչացումը մեզ համար ուղղակի կենսական գոհութենական ռիսկ է։ Ակներևաբար այս իշխանությունները այդ հարցում հաջողություններ չեն արձանագրել, որովհետև եթե Հայաստանը փակի սահմանը Իրանի հետ կամ միանա Իրանի դեմ պատժամիջոցներին, մենք ունենալու ենք շատ ուժ խնդիրներ, գոհութենական մակարդակի խնդիրներ։ Այնպես որ պետք է կարողանան թույլ չտան, որպեսզի դրվի այդ հարցը կամ։ Դեպ մենք դեռ 21 թվականից մայիսից, երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թող Արցախում լինեն ռուսները, իսկ սոկ խոզնավար հատվածում լինեն այլ երկրի խաղաղապահ ուժեր, ասում ենք Հայաստանը չես կարող դարձնել տիտանների բախման թատերաբեմ, որովհետև տենց բան որ անում ես, վաղը կամ-կամի հարց է առաջանալու եւ իրանց բալանսավորված եւ բալանսավորվող քաղաքականությունը կարող է բերի շատ ծանր հետևանքներ։